Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ է դոկտոր Հասմիկ Թաշյանը, ես գաստրոենտերոլոգ եմ և դուք դիտում եք իմ յութուբյան ալիքը։ Այսօր մենք հանդիպում ենք կրկին հարց-պատասխան ձևաչափով, որտեղ կանդրադառնամ ձեր ամենահաճախ տրվող հարցերին, առողջության և մարսողական համակարգի հետ կապված։ Վերջին շրջանում ձեր կողմից ստանում եմ բազմաթիվ հարցեր և տեսնում եմ, որ որոշ թեմաներ առաջացնում են շատ տարբեր, երբեմն հակասական կարծիքներ։ Սա բնական է, որովհետև այսօր տեղեկատվությունը շատ է, բայց ոչ միշտ ճիշտ, ամբողջական կամ մասնագիտական։ Այս ձևաչափով իմ նպատակը մեկն է՝ տալ պարզ, հասկանալի, հիմնավորված պատասխաններ, առանց գովազդի, առանց ավելորդ վախեցնելու, բայց նաև առանց իրական ռիսկերը թաքցնելու։ Կուզեմ հիշեցնել, որ այստեղ հնչող պատասխանները տեղեկատվական բնույթ ունեն և չեն փոխարինում անհատական բժշկական խորհրդատվությանը, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները։ Եթե ձեր հարցը հնչում է այս տեսանյութում, դա նշանակում է, որ այն արդիական է շատ շատերի համար։ Իսկ եթե ոչ, վստահ եղեք, որ այն անտեսված չէ, պարզապես հերթը դեռ կգա։ Եկեք սկսենք առաջին հարցից։ Գնացինք։ Ինչ է դիարեան, ինչու է լինում և երբ է վտանգավոր։ Դիարեան, կամ ինչպես մարդիկ ասում են լուծը, դա այն վիճակն է, երբ մարդը օրը 3 և ավել անգամ ունենում է ջրի կղանք։ Թվում է սովորական բան է, բայց միշտ չէ, որ անվնաս է։ Ինչու է առաջանում դիարեան։ Ամենահաճախ հանդիպող պատճառները հետևյալներն են՝ վիրուսներ և բակտերիաներ, հատկապես կեղտոտ սննդից կամ ջրից առաջացած, սննդային թունավորումներ, հակաբիոտիկների օգտագործում, ստրես, նյարդային լարվածություն և աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններ՝ գաստրիտ, կոլիտ, գրգռված աղու համախտանիշ, Կրոնի հիվանդություն, ոչ սպეციფიկ խոցային կոլիտ։ Ինչ անել դիարեայի ժամանակ տնային պայմաններում։ Առաջինը՝ օգտագործեք մեծ քանակությամբ ջուր, քանի որ դիարեայի ժամանակ օրգանիզմը կորցնում է հեղուկը։ Օգտագործեք աղային լուծույթներ, պատրաստի դեղափոշիներ կան դեղատներում, ռեհիդրատացիոն փոշիներ։ Տնային պայմաններում օգտագործեք էնտերոսորբենտներ, օգտագործեք ֆերմենտներ, իսկ սննդից խաշած բրինձ, բանան, չոր հաց, խնձորի պյուրե։ Պետք է խուսափել դիարեաների ժամանակ յուղոտ ուտելիքից, ալկոհոլից, քաղցր գազավորված ըմպելիքներից։ Եթե պետք է դիմեք բժշկի անպայման, եթե դիարեան տևում է 2-3 օր կամ ավել, կա ջերմության բարձրացում, կա արյուն կամ սև գույնի կղանք, ուժեղ թուլություն, գլխապտույտ և խիստ ցավեր որովայնում։ Հիշեք, դիարեան ախտանիշ է, ոչ թե հիվանդություն։ Կարևոր է հասկանալ պատճառը, ոչ թե միայն կանգնեցնել լուծը։ Եթե օգտակար էր, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներով եք ուզում լսել հաջորդիվ։ Եղեք առողջ։ Ունեմ քաղցրահամ բերանում առավոտյան ժամերին, ինչի հետ է կապված։ Առավոտյան բերանում քաղցր համի զգացումը կարող է կապված լինել մի շարք պատճառների հետ։ Առաջինը՝ արյան շաքարի փոփոխություն գիշերվա ընթացքում։ Առավոտյան, հատկապես դատարկ ստամոքսին, շաքարի մակարդակի տատանումները կարող են առաջացնել քաղցր համ։ Երկրորդ կարևորագույն պատճառը՝ թքի նվազում գիշերը։ Քնի ընթացքում թքարտադրությունը նվազում է, իսկ առավոտյան բերանը ավելի չոր է լինում, ինչն ազդում է համի զգացողության վրա։ Երրորդ պատճառը դա հորմոնալ ֆոնն է, հատկապես հղիության ժամանակ։ Առավոտյան հորմոնների ազդեցությունը ավելի զգալի է լինում, ինչի պատճառով կարող է առաջանալ քաղցր համ։ Չորրորդ պատճառը՝ սննդից հետո առաջացած համ։ Եթե երեկոյան օգտագործել եք քաղցր կամ ածխաջրերով հարուստ սնունդ, առավոտյան կարող է մնալ այդ համը։ Հինգերորդ պատճառը կարող է կապված լինել ստամոքսի խնդիրների հետ, թթվայնության փոփոխություն, ռեֆլյուքս։ Որոշ դեպքերում ստամոքսի պարունակության հետհոսքը կարող է տալ անսովոր, այս պարագայում քաղցր համ։ Երբ անհանգստանալ այս պարագայում, եթե քաղցր համը կրկնվում է ամեն առավոտ, չի անցնում ատամները մաքրելուց հետո կամ ուղեկցվում է ուժեղ ծարավով, հաճախամիզությամբ կամ ընդհանուր թուլությամբ, խորհուրդ է տրվում ստուգել արյան շաքարը և դիմել բժշկի։
Եթե օգտակար էր, լայքեք, բաժանորդագրվեք ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներով եք ուզում խոսենք հաջորդիվ: Եղեք առողջ: Ունեմ ատրոֆիկ գաստրիտ, խիստ անհանգիստ եմ, ինչու է այն առաջանում: Ատրոֆիկ գաստրիտը վախենալու դատավճիռ չէ, բայց պահանջում է ճիշտ հսկողություն և կարգապահ մոտեցում: Փորձեմ հանգիստ և հստակ բացատրել: Ատրոֆիկ գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բարակումն է և թթվի և պաշտպանիչ ֆերմենտների արտադրությունը կարող է պակասել: Ինչու է առաջանում: Ամենահաճախ պատճառներն են. Առաջինը և կարևորը հելիկոբակտեր պիլորի վարակ: Երկրորդը երկարատև չբուժված գաստրիտ, աուտոիմուն պրոցեսներ, ծխախոտ, ալկոհոլ, անկանոն սնունդ, ստրես: Իսկ ինչով է վտանգավոր այն: Չբուժվելու դեպքում կարող է առաջացնել վիտամին B12-ի պակաս, որը կառաջացնի թուլություն և գլխապտույտ, կարող է վատացնել մարսողությունը, բարձրացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը: Սա է վտանգավորը, բայց վերահսկման դեպքում ռիսկը դառնում է նվազագույն: Իսկ ինչ անել հիմա: Այժմ քայլ առ քայլ ես կբացատրեմ: Պարտադիր կատարել հետազոտություններ: Եթե դեռ չեք արել գաստրոսկոպիա, պետք է կատարել, ընդորում գաստրոսկոպիան անում ենք բիոպսիայով: Հելիկոբակտեր պիլորի շնչական թեստ կամ բիոպսիա, արյան զննություն, B12, ֆերրիտին, գաստրինի քննություն արյան մեջ: Եթե կա հելիկոբակտեր պիլորի, ապա անպայման վերացնել այն: Սա ամենակարևոր քայլերից մեկն է: Սննդակարգն է շատ կարևոր այս դեպքում: Ուտել փոքր չափաբաժիններով: Սնունդը օգտագործել տաք վիճակում, ոչ շատ սառը, ոչ շատ տաք: Խաշած, շոգեխաշած, թխած ուտելիքներ: Բացառել ալկոհոլը, սուրճը դատարկ ստամոքսին, կծու տապակած ծխեցված միսը, գազավորված ըմպելիքները: Կյանքի ռեժիմի հետ կապված ինչ պետք է պահպանել: Չծխել, նվազեցնել ստրեսը, չօգտագործել ինքնուրույն ցավազրկողներ, ինչպիսիք են իբուպրոֆենը, դիկլոֆենակը և նմանները և պահպանել հսկողություն օրգանիզմի նկատմամբ: Գաստրոսկոպիան կատարել 1-2 տարին մեկ անգամ, կախված ատրոֆիայի աստիճանից: Շատ կարևոր բան, ատրոֆիկ գաստրիտ ունեցող հազարավոր մարդիկ ապրում են լիարժեք կյանքով: Վտանգավոր է ոչ թե ախտորոշումը, այլ նրա անտեսումը: Մի վախեցեք, դուք միայնակ չեք: Եթե օգտակար էր, լայքեք, բաժանորդագրվեք դոկտոր Հասմիկ Թայշյան ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներով եք ուզում, որ մենք խոսենք հաջորդիվ: Եղեք առողջ: Ինչ է կարոտինեմիան և արդյոք դա վտանգավոր է: Շատ հետաքրքիր հարց է: Կարոտինեմիան մի վիճակ է, երբ օրգանիզմում կուտակվում է շատ կարոտին: Դա վիտամին A-ի նախորդող նյութն է: Այս դեպքում մաշկը կարող է ստանալ դեղնավուն կամ նարնջագույն երանգ, հատկապես ափերի, ոտնաթաթերի, քթի ծայրի հատվածում: Շատ կարևոր նշան, աչքերի սպիտակ մասը չի դեղնում: Սա է հիմնական տարբերությունը կարոտինեմիայի և լյարդային դեղնուկի միջև: Որոնք են ամենահաճախ պատճառները, որը կարող է բերել այս պաթոլոգիայի: Մեծ քանակությամբ, երբ դուք օգտագործում եք գազար, դդում, խուրմա, մանդարին, նարինջ կամ դրանց հյութերի օգտագործելը: Բայց կարոտինեմիան կարող է հանդիպել նաև այլ դեպքերում: Օրինակ վահանաձև գեղձի աշխատանքի, շաքարային դիաբետի կամ նյութափոխանակության որոշ խանգարումների դեպքում: Շատ հաճախ մարդիկ հարցնում են. Սա հեպատիտ է: Ոչ, սա հեպատիտ չէ: Սա վտանգավոր ախտանիշ չէ: Կարոտինեմիան վարակիչ չէ և լյարդի դեղնուկ չէ: Ինչ անել այս դեպքում: Առաջին հերթին խուճապի չմատնվել: Պետք է ժամանակավորապես սահմանափակել կարոտինով հարուստ մթերքները, խմել մեծ քանակությամբ ջուր և անհրաժեշտության դեպքում ստուգել արյան անալիզները, լյարդի ցուցանիշները, գլյուկոզայի մակարդակը, վահանաձև գեղձի հորմոնը: Եթե պատճառը միայն սնունդն է, ապա մաշկի գույնը սովորաբար վերականգնվում է 2-6 շաբաթվա ընթացքում, այնպես որ համբերատար սպասեք: Բայց եթե նկատում եք, որ աչքերն էլ են դեղնում կա մաշկի քոր, մուգ մեզ, ուժեղ թուլություն, ապա պարտադիր դիմեք բժշկի: Եթե օգտակար էր այս տեսանյութը, ապա լայքեք, բաժանորդագրվեք իմ ալիքին և գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներ եք ուզում լսել հաջորդիվ:
Եղեք առողջ և տեղեկացված։ Որ բիոլոգիական ակտիվ հավելումներն են համեմատաբար անվտանգ։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Փորձեմ բացատրել պարզ և ճիշտ ձևով։ Ոչ թե որ հավելումն է լավ, այլ երբ և ինչ պայմաններում կարելի է ընդունել և ինչ նշաններով հասկանալ վտանգ կա թե ոչ։ Եթե մարդը լյարդի հիվանդություն չունի, ապա սովորաբար անվտանգ են, երբ ընդունվում են այդ բիոլոգիական ակտիվ հավելումները ճիշտ դոզայով և սահմանափակ ժամանակով։ Այսպիսի բիոլոգիական ակտիվ հավելումներից են օրինակ. վիտամին D, որը պետք է օգտագործվի սահմանված դոզայով, վիտամին B12, ֆոլաթթուն, երկաթը, իհարկե միայն բժշկի ցուցումով, մագնեզիումը, անվտանգ է համարվում նաև օմեգա 3-ը, նույնպես պետք է այն չչարաշահել, որովհետև վերջին ցուցումների համաձայն, եթե դուք ձկան յուղը, այսպես կոչված, օգտագործում եք 2 ամիս և ավել, այն կարող է նույնպես լյարդի ճարպակալման պատճառը հանդիսանալ։ Այս պրեպարատները չեն վնասում լյարդը, դուք կարող եք նրանք օգտագործել, բայց որոշակի չափաբաժնում և կարճ ժամանակով։ Իհարկե, դրանց թվին են պատկանում նաև պրոբիոտիկները, որոնք կարող եք օգտագործել։ Ինչպես ընտրել անվտանգ հավելում և հանգիստ օգտագործել։ Հիշեք այս պարզ 5 կանոնը։ Ինչքան քիչ բաղադրիչ, այնքան ավելի անվտանգ։ Չընդունել միաժամանակ մի քանի հավելումներ։ Չընդունել հավելումները ամիսներով առանց բժշկի թույլատրության։ Երբեք չընդունել լյարդը մաքրող միջոցներ։ Լյարդի խնդիրների դեպքում օգտագործել միայն բժշկի թույլատրությամբ։ Իսկ որ հավելումներից պետք է զգուշանալ կամ խուսափել։ Հատկապես լյարդի տոքսիկ ախտահարումների մեծ մասը կապված է հենց այս բիոլոգիական ակտիվ հավելումների հետ։ Դրանց են պատկանում քաշի նվազեցման հավելումները, որը շատ տարածված օգտագործվում են, դետոքս, մաքրող թեյերը, մկանային զանգվածի արագ ավելացման միջոցները, չինական խառնուրդները, բազմաբաղադրիչ բուսական հավելումները, և եթե պիտակի վրա գրված է հրաշք, արագ արդյունք, լիովին բնական, սա արդեն վտանգի ազդանշան է։ Ինչ նշաններով պետք է կասկածել լյարդի վնասման մասին։ Եթե հավելում ընդունելու ընթացքում առաջանում է գոնե նրանցից մեկը՝ թուլություն, հոգնածություն, սրտխառնոց, ախորժակի կորուստ, ցավ կամ ծանրություն աջ կողատակում, մեզի մքացում, կղանքի գունաթափում, մաշկի կամ աչքերի դեղնություն, մաշկի քոր, ապա անմիջապես պետք է դադարեցնել հավելումը և դիմել բժշկի։ Վարակիչ է արդյոք հելիկոբակտեր պիլորին ընտանիքի անդամների միջև և ինչպես վարվել։ Այո, ընտանիքի անդամները կարող են մեկը մյուսից վարակվել հելիկոբակտեր պիլորիով և սա բժշկության մեջ ընդունված փաստ է։ Ինչպես է դա լինում ընտանիքով։ Հելիկոբակտեր պիլորին անցնում է ընդհանուր սպասքի, գդալի ափսեի, պատառաքաղի օգտագործելիս, երեխաների մոտ և մայրը նույն գդալով կերակրում է իր երեխային, ձեռքերի անբավարար հիգիենայի դեպքում, սերտ-կենցաղային շփման ժամանակ, հատկապես հաճախ վարակումը տեղի ունենում մանկության շրջանում։ Ինչու է սա կարևոր։ Եթե ընտանիքի մեկ անդամի մոտ հայտնաբերվել է հելիկոբակտեր պիլորի վարակը, մյուսների մոտ էլ կա վարակված լինելու բարձր հավանականությունը՝ մինչև 90%։ Նման դեպքերում կարող եք նաև գանգատներ չունենալ, այդ պատճառով բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտել նաև ընտանիքի մյուս անդամներին կամ բուժել միաժամանակ կոնկրետ իրավիճակից կախված։ Կարևոր է հիշել, հելիկոբակտերը կարող է երկար ժամանակ լինել առանց ախտանշանների, բայց շարունակել վնասել ստամոքսի լորձաթաղանթը և ինքնուրույն չի անհետանում և պահանջում է բուժում։ Ռազմավարությունը այսպիսին է. հայտնաբերեցիր հելիկոբակտերը, պետք է այն էրադիկացնել, այսինքն վերացնել օրգանիզմից։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել,
որ Helicobacter pylori-ն համարվում է առաջին կարգի կանցերոգեն եւ այն ստամոքսի ուռուցքի առաջացման պատճառներից ամենակարևորն է։ Եթե հավանեցիք տեսանյութը, ապա լայքեք, մեկնաբանություններում գրեք, արդյոք ձեզ մոտ հայտնաբերվել է տվյալ հիվանդությունը, թե ոչ, ուժում ստացել եք եւ արդյոք առողջ են ձեր ընտանիքի մյուս անդամները։ Եղեք առողջ, տեղեկացված եւ հետեւեք իմ ալիքին։ Դոկտոր Հասմիկ Թաշյան YouTube-յան էջ։